Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր օգոստոսի 11-ն է, երեքշաբթի։ Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Այսօր պատգամավորները շարունակել են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Այս պաշտոնի համար թեկնածուն Վիլեն Գաբրիելյանն է։ Նրան առաջինը հարցեր է ուղղել Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։ Այնուհետև ելույթ է ունեցել քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների անվտանգության ոլորտի վերաբերյալ 3 հնչեցրած գնահատականներին։ Պատրաստվում եք ձեր գործունեությամբ պաշտպանության ու անվտանգության ոլորտում աշխատանքը դարձնել տեսանելի, չափելի և հանրության կողմից գնահատելի։ Եվ ինչպես եք պատկերացնում հասարակության ներգրավումը համապարփակ պաշտպանության համակարգում, այն դարձնելով ոչ միայն տեղեկացված, այլ գործընթացի մասնակից։ Իսկ վերջի վերջո պետության պաշտպանությունը միայն զինված ուժերի և պետական այլ ուժային կառույցների խնդիրը չէ։ Համապարփակ պաշտպանության համակարգում ենթադրվում է, որ պետություն, հասարակություն և պետական ինստիտուտներ համատեղ աշխատանք, փոխադարձ պատասխանատվություն և մասնակցություն։ Իմ հաջորդ հարցը վերաբերվում է, պարոն Գաբրիելյան, ձեր ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր գործունեությանը։ Եթե դուք պատրաստվում եք ամբողջությամբ և հետևողականորեն լծվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության համակարգի զարգացման աշխատանքին, ապա ցանկանում եմ հստակ արձանագրել մեր պատրաստակամությունը։ Որպես ազգային ժողովի պատգամավոր և Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ներկայացուցիչ, որպես քաղաքացիների կողմից լեգիտիմ ընտրված ներկայացուցիչ, մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը և ազգային անվտանգության ապահովմանը։ Միևնույն ժամանակ ուզում եմ հստակ ընդգծել մեր դիրքորոշումը առ այն, որ պաշտպանության ու անվտանգության ոլորտում ցանկացած օրենքի կամ օրենսդրական փոփոխության, ինչպես նաև ցանկացած նախաձեռնության, որը կարող է թուլացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, մենք սկզբունքորեն և խիստ հակազդելու ենք, անկախ նրանից, թե ինչ ուժերի կամ շահերի կողմից է այն ներկայացվում կամ լոբբինգ արվում։ Արթուր Խաչատրյանը նշում էր, որ ծախսերը բանակի վրա աճել են, որովհետև ոչնչացվածն ենք վերականգնվել և եկել ենք զորոյական դիրքի։ Պետք է ասեմ, որ մենք հիմա զորոյական դիրքում չենք և ինքը զորոյական դիրքը համարում էր 20 թվականի 44-րդ պատերազմից առաջվա իրավիճակը, մենք շատ ավելի բարձր անվտանգային համակարգ ունենք, շատ ավելի նորագույն սպառազինություն ունենք իր բովանդակության և քանակի մեջ և որևէ համեմատական չենք կարող տանենք 20 թվականի և այսօրվա մեր սպառազինության միջև։ Մենք զորոյական վիճակում չենք, պարոն Խաչատրյան, և նույնիսկ 20 թվականին պատերազմից առաջ մենք դժվար կերազեինք, որ կգա ժամանակը, որ մենք կարող ենք ունենալ այսպիսի որոշակի սպառազինության տեսակներ, ռազմաարդյունաբերության ձեռքբերումներ, ՆԱՏՕ-ի ստանդարտի համապատասխան զինատեսակներ և այլն։ Պարոն Գեգամ Մանուկյանն ասում է, որ 25-օրյա հավաքները մահակ են իշխանության ձեռքին։ Պարոն Մանուկյան, ոչ թե մահակ են, այլ դուք մեր հանձնաժողովում եք եղել և կարծում եմ էլի կլինեք, տեսել եք ինչքան փոփոխություններ, բարեփոխումներ ենք արել ծանուցման համակարգերի վերաբերյալ և այդ համակարգը սկսել է գործել, արդեն դժվար է սողոսկելը և վարժական հավաքներին չմասնակցելը։ Կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանության բեռը բաշխվի հավասար, և դա ստացվում է մեր մոտ, և դա ոչ թե մահակ է, այլ պաշտպանության բեռի հավասարապես բաշխում է։ Եվ ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, նրանք պետք է մասնակցեն մեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու անվտանգությանը։
Հայաստանին հապկում ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Միխայիլ Գալուզինի խոսքերով Երևանի կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել է եւ բյուջեի վերաբերյալ որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի ֆինանսական ներդրումը ժամանակին փոխանցելու պարտավորությունները։ 10-ին տված հարցազրույցում դիվանագետն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Նա նշել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբերը հանրաքվեի միջոցով պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը պահպանելու վերաբերյալ։ Գալուզինի խոսքերով հենց այդ ժամանակ էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Երևանի նկատմամբ հետագա քայլերի հարցը։ Ակնհայտ է, որ եթե մինչ այդ հանրաքվեի կոչը չլսվի, առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը հետագա քայլերը որոշելիս, նշել է նա։ Կաթողիկոսի եւ 6 բարձրաստիճան հոգևորականների գործը մակագրվել է նոր դատավորի։ Ըստ դատալեքսի գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը։ Դատավորը նոր նիստի օր դեռ չի նշանակել։ Դատալեքսում նաև հրապարակվել է անցած շաբաթ այս գործը քննելուց հրաժարված դատավոր Հակոբ Մանուկյանի բացատրությունը։ Դատավորը նշել է, որ 2021 թվականին ուսանել է Փաստաբանական ակադեմիայում եւ այդ ընթացքում այս գործով կաթողիկոսի փաստաբանը Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ եւ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ եւ Փաստաբանի արտոնագիրը բանավոր քննությունից հետո իրեն տվել է հենց Զոհրաբյանը։ Նշված փաստական հանգամանքները իրենց ամբողջության մեջ անաչառ եւ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած կարող է առաջացնել տվյալ գործով իմ անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել ինչպես գործի քննության օբյեկտիվությունը, այնպես էլ կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը։ Հետևաբար արդարադատության շահերից ելնելով գտնում են, որ անհրաժեշտ է սույն գործով հայտնել ինքնաբացարկ, գրել էր դատավորը։ Երեկ երեկոյան Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ գտնված նորածինը տեղափոխվել է վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ։ Իգական սեռի երեխայի վիճակը գնահատվել է ծանր, մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան Ցելսիուս։ Արձանագրվել է նաև շնչառական խանգարումների կլինիկա։ Նորածինը անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կազմակերպվել է մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն։ Նշանակվել են համապատասխան հետազոտություններ եւ բուժում։ Նորածնի քաշը 2 կիլոգրամ 550 գրամ է, հասակը 48 սանտիմետր։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը, հայտնում են ծննդատնից։ Դեռահասների շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման կանխարգելման գործում նոր սկզբունքներ եւ մոտեցումներ են մշակվել։ Մեծ դեր է այստեղ վերապահված նաեւ ուսումնական հաստատություններին։ Այս խնդրի մասին է մեր հաջորդ տեսանյութը։ Դեռահասին պարզապես ասել մի ծխիր, մի խմիր, թմրամիջոց մի օգտագործիր, այլևս բավարար չէ։ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում թմրամիջոցների, ծխախոտի, հոգեմետ նյութերի եւ ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի նոր չափորոշիչներ կգործեն։ Ըստ չափորոշիչների դպրոցների համար կսահմանվեն 3 ուղղության պարտականություններ՝ սովորողների իրազեկում, ծնողների հետ աշխատանք եւ արտադասարանային զբաղվածության ապահովում։ Բայց արդյոք հերթական դասը, զրույցը կամ նախազգուշացումը կարող է փոխել դեռահասի վարքը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով հին մեթոդներով, քարոզով կամ իրազեկումով խնդիրը լուծել չի ստացվի, քանի որ ըստ գիտական ապացույցների մարդու ուղեղն ու վարքագիծը քարոզով չի փոխվում։ Սրա փոխարեն նա կարևորում է մեծահասակների վարքի մոդելավորումը։ Մարդիկ երբ են, այսպես ասած, դառնում ծխող կամ այսպես ասած թմրանյութեր օգտագործող, երբ որ իրենց միջավայրում այդպիսի մարդիկ կան։ Դրա համար այստեղ իհարկե դպրոցները այդ իրենց ֆունկցիան պետք է անեն, բայց կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանում մշակվի այդպիսի մի ակցիա, որը կլինի շատ լավ մտածված եւ ոչ այդ դաստիարակչական ոճի։ Փորձագետի այս մոտեցումը միայն մասնագիտական կարծիք չէ, նույն կարծիքն են կիսում նաեւ ծնողները։ Պետքա ծնողը շատ զբաղվի, ինչքան էլ ուսուցչուհուն ես ասում բան, բայց ծնողից էլ է շատ բան, ընտանիքը, ծնող, Տանիքից պետք է ասեք, դպրոցներն էլ մեծ նշանակությունն է, որտեղ շրջապատը շատ է երեխաներին փոխում։ Երևի ամենաճիշտ տարբերակն է եւ դպրոցում եւ տանը, որ հսկողություն լինի։
Դպրոցներից այնուհանդերձ նոր չափորոշիչը պահանջում է հենց այդ աշխատանքը կազմակերպելով աշակերտների հետ տեղեկատվական միջոցառումներ, տեսանյութերի դիտում, քննարկումներ ու թեմատիկ դասընթացներ, ինչպես նաև պետք է կազմակերպվի հանդիպումներ ծնողների հետ, ռիսկերի, վաղ նշանների ճանաչման, կանխարգելման եւ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։ Փորձագետը տեղեկացնում է, պետք է հատկապես զգուշանալ թմրանյութերից, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրանյութերի օգտագործումը մեծ ծավալների է հասնում։ Վերջերս մի հետաքրքիր ուսումնասիրություն կար Միացյալ Նահանգներում, որը ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ում կտրուկ նվազել է ալկոհոլի վաճառքը, բայց բավականաչափ ավելացել է թմրանյութերի օգտագործումը։ Եթե ալկոհոլի օգտագործումը դա սոցիալականացման ձև է, չէ՞, մարդիկ մենակ չեն խմում, խմում են, այսպես ասած, կամպանիայի մեջ, կոլեկտիվի մեջ։ Հիմա թմրանյութերի օգտագործումը արդեն դու չես կարող դա կամպանիայով անել, հա, ինքը մեկուսի ձև է։ Եվ այստեղից գիտնականները հետևություն էին անում, որ աշխարհը հիմա ապրելու կոլեկտիվ ձևերից գնում է դեպի ավելի մեկուսի կենսակերպը, եւ այդ մեկուսի կենսակերպը նաեւ պայմանավորված է թմրանյութերի օգտագործմամբ։ Այս համատեքստում ամենակարևոր բառերից մեկը պաշտպանությունն է։ Երեխայի վարքում խնդրի կամ ռիսկի նշան նկատելը չպետք է վերածվի նրան թիրախավորելու կամ պիտակավորելու։ Մեր մշակույթում ծխախոտի օգտագործումը չի պիտակավորվում։ Ցավոք սրտի այն երբեմն կարող է նույնիսկ նույնացվել այսպես տղամարդկայնության հետ, որ ասենք ծխում է ուրեմն լավ տղամարդ է, բայց օրինակ թմրանյութերի հետ կապված հատկապես, այո, երեխան կարող է պիտակավորվել։ Ամբողջ խնդիրը նա, որ եթե շուտ է հայտնաբերվում, ազդանշանը արագ հայտնաբերվում է, հնարավոր կլինի եւ այդ թիրախավորումը կանխել։ Բայց եթե խոսքը թմրամիջոցների մասին է, վտանգը միայն երեխայի անմիջական շրջապատում չէ, թվային աշխարհն էլ վաղուց դարձել է այդ միջավայրի մի մասը։ Ըստ Սերապ Խաչատրյանի, այստեղ հիմնական ռիսկերից մեկը այն է, որ դեռահասները միշտ փորձում են իրենց աշխարհը փակ պահել մեծահասակներից եւ ինչն էլ հիմա հնարավոր է անել սոցցանցերի միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021-ից 2022 թվականների հետազոտությունը, որին մասնակցել են 11, 13 եւ 15 տարեկան դեռահասները Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կանադայի 44 երկրներից ու տարածաշրջաններից, ցույց է տալիս, որ դեռահասների շրջանում ծխախոտի, ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործման հավանականությունը հիմնականում մեծանում է տարիքի հետ։ Ըստ վիճակագրության դեռահասների 13%-ը կյանքի ընթացքում օգտագործել է ծխախոտ, իսկ 9%-ը կյանքի ընթացքում առնվազն 2 անգամ հարբած է եղել։ Թմրամիջոցների վերաբերյալ տվյալներն էլ վերաբերում են հիմնականում 15 տարեկաններին։ Նրանց 12%-ը նշել է, որ կյանքի ընթացքում օգտագործել է թմրամիջոց։ Հիմա, քանի որ արտասահմանում շատ ատոմային միջուկային ընտանիքներ են, փոքր, պապա, մամա, երեխաներ, հաճախ ամուսնալուծված, այսինքն ծնողներից մեկը նաև մյուսի դերն է կատարում։ Արտասահմանում ավելի վատ է վիճակը։ Հայաստանը այդ իմաստով դեռ լավ է։ Վերջերս մի զեկույց հրապարակվեց, որտեղ ընտանիքի ամրության ցուցանիշով Հայաստանը աշխարհում 28-րդ տեղում է։ Դա բավական բարձր տեղ է։ Փորձագետի գնահատմամբ շատ երկրներում երեխաների խնդիրներով զբաղվող մասնագիտացված կառույցներ ու ինստիտուտներ կան, որոնք ոչ միայն արձագանքում են արդեն առաջացած խնդիրներին, այլև մշակում են կանխարգելման մեխանիզմներ։ Հայաստանում նման ամբողջական ինստիտուցիոնալ համակարգի անհրաժեշտությունը դեռ օրակարգում է։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Ընտրական աշուն է սպասվում Շիրակի մարզում, համայնքներում թիմ ընտրություններ են լինելու։ Նախապատրաստական գործընթացների կազմակերպման հարցերին է անդրադարձել Շիրակի մարզպետը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում, որը տեղի ունեցել մարզխորհրդի նիստի ավարտին։ Մարզի 6 համայնքների այս տարվա 6 ամիսների կատարած աշխատանքներն են ամփոփվել այսօրվա նիստում։ Նախընտրական աշունը Շիրակի մարզ գալու է հոկտեմբերին, նույն ամսվա 25-ին Ախուրյանում եւ Արթիկում կանցկացվեն թիմ հերթական ընտրություններ։ Չնայած որ Աշոց եւ Ամասիա համայնքներում եւս ավականիների կազմի ու համայնքապետերի պաշտոնավարման 5 տարին լրանում է ու նոր ընտրություններ են նշանակվելու։ Իսկ թե ինչու 4 համայնքներում թիմ ընտրությունները նույն օրը հոկտեմբերի 25-ին չեն անցկացվում, Շիրակի մարզպետն այսպես տվեց պատասխան։ Աշոցքի եւ Ամասիայինը հետագայում կնշենք, թե երբ է լինելու։ Որ կարողանանք 4 համայնքներին միաժամանակ չկիսվել ու երկու համայնքներով անել, որ ավելի թեթև ստացվի, ավելի լավ ստացվի։ Հերթականից բացի արտահերթ ընտրություն եւ ուղիղ խոսքը վերաբերելով Գյումրիի մարզպետը նշեց, որ լինելու է, բայց թե երբ օր ու ամիս չնշեց։ Որ Գյումրիում խնդիրը լուծման կարիք ունի, միանշանակի է, որ Գյումրիում խնդիրը լուծվելու է, դա էլ է միանշանակ։ Այս վիճակով
պահելու շարունակել այս տարիջը այն ինչ ունենք Գյումրիում, իրականում անթույլատրել, որովհետև դրա շահառուները հենց գյումրեցիներն են։ Այսքանով մարզխորհրդի նիստից դուրս ընտրությունների թեման փակվեց, իսկ նիստի օրակարգային հարցերը մշտական հերթականությամբ սկսեցին տարվա 6 ամիսների համայնքների սեփական եկամուտները հաշվելով։ Մարզում հարկերը թերի են հավաքել, ցածր ցուցանիշը Գյումրիինն է, 6 ամսում այն կազմել է մոտ 67.5%։ Անցած տարվա համեմատությամբ կիսամյակի թվերը նույնն է, Գյումրու հավաքը գրած, իսկ տարվա ավարտին 95.5%-ով կատարվել է, միանշանակ այս տարի էլ նույն տեմպով շարունակում է կկատարվել։ Մարզի 5 համայնքներին եւ Գյումրիին հատկացվող պետական դոտացիան, որն այս տարի կազմում է 7 միլիարդ դրամ, իրացվել է 100%-ով։ Սա հաշվի առնելով մարզպետը դիմեց համայնքների ղեկավարներին ու բնակիչներին կատարել բոլոր հարկային պարտավորությունները, որպիսի դրանից չտուժեն մարզում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը։ Դրանց թվում մեծ բաժինը քաղաքաշինությանն է, մոտ 43.5 միլիարդ դրամ արժողության 30 ծրագրեր են ընթացքի մեջ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ մարզում շարունակվում են թվով 11 դպրոցների եւ 4 մանկապարտեզների կառուցման աշխատանքները։ Կասեք են 3 մանկապարտեզները երկուսը Գյումրիում մեկը Սարնախում ինչ։ Պարոն մարզպետ, Արևիկ մանկապարտեզը Գյումրիի մոտակա օրերին արդեն ավարտին ենք մոտենում, վերջնական շփման աշխատանքներ են կատարում, ինչպես նաեւ խաղարաններն ենք տեղադրելու արդեն։ Նորակառույց դպրոցներ տանող ընդհանուր մոտ 8 կիլոմետր երկարության ճանապարհ է հիմնանորոգվում։ Պետական բյուջեի միջոցներով եւս 18 կիլոմետր հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհների շինարարությունն է ընթացքի մեջ։ 2026 թվականին սուբվենցիայով հաստատված 40 ծրագիր շինարարական փուլում է։ Զուգահեռ նաեւ 24-25 թվականների անավարտներն են շարունակվում։ Գյումրիում հիմնանորոգված մոտ 13 փողոցի աշխատանքները տեսչական մարմինը չի ընդունել ոչ թե որակի, այլ փաստաթղթերի պակասի պատճառով։ Ուղղակի դիմում են ուրբան համակարգով գալիս են մեզ, մենք նստում օրերով սպասում ենք, նույնիսկ զանգում են, չեն գալիս, մենք էլ մերժում ենք։ Մի Գյումրի համայնքին է այսօր երևի իրանք ստանան 13 փողոցները այդ բանով մերժել։ Գյումրիի անաբարտ շինարարությամբ ու կիսաքանդ փողոցներից դիտահորերի անհետացման սերիաները եւս շարունակվում են, որի մասին համացանցից տեղեկացածը նիստի ժամանակ ներկայացրեց մարզպետը։ Պարոն Արոշանյանի քաղաքապետարանին այս հարցում օգնելու կոչը ուղղվեց քաղաքի մարդկանց ու ոստիկանությանը։ Իրավապահ համակարգի հետ համայնքային ոստիկանությունը մյուսն է հասկանան, թե ասենք ինչ ձևի հնարավոր է մարդ եղնել, ինչ կարելի, ինչ ձևի լենական ձևանի սորեշտած լուկը կողնաս օրեշտա մեկի տալդն ու երեխեն ընդ լուկը։ Շտաբ օգնության ավտոներ տան ընդ լուկը։ Ժորժ ջան, բերեք մենք այդչուն ուշադիր եղնենք։ Բերեք նախատենք այն մեր հարևանի տաղում, ով որ դիտահորը կողնա, որ տանի հանձնե 5000 դրամով անտունմա կետերին ենթադրենք։ Խնդրում եմ Ժորժ ջան, սաղից քաղաքն է, սաղից մարզն է։ Նիստի ավարտին մարզի գյուղատնտեսության վիճակն ամփոփվեց։ Հունիսյան կարկտահարություններից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցման առումով նորություն չկար հայտնելու, իսկ ստացվող բերքից մինչ այս պահը դժգոհ չեն։ Մարզի ջրամբարներում ջրի պակաս չունեն, այն լիարժեք բավարար է մինչև ոռոգման սեզոնի ավարտը։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 160-ը, շուրջ 600 վիրավոր կա, իսկ 32 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Ցնցումների հետևանքով վնասվել կամ ավերվել է 1575 բնակելի շենք, 18 առողջապահական կենտրոն, 52 կրթական հաստատություն, 18 ճանապարհ եւ 7 օդանավակայան։ Կոլումբիայի կառավարությունն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ։ 3 ժամը 23:11-ին երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանում, Վարդենիս քաղաքից 26 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 3.8 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում եւ Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճախպյուր, Ծովինար, Կութ գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոչակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։